Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ։ Հակաչինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հերթական հրապարակումն է արել իր հատիկ-առհատիկ շարքի շրջանակներում, նշելով, որ դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետությանը բռնագանձվել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակ, 3-ը որպես ապօրինի ձեռքբերված գույք։ Գույքի ընդհանուր արժեքն է 5 միլիոն դրամ, կներեք։ Ես ներկայացնեմ իմ հյուրին եւ մենք շարունակենք։ Մեր հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Նորիկյան, ինչ եք մտուք մտածում, հա, լսելով այսպիսի նորություն, այն էլ Հայաստանի թիվ 1 պաշտոնյայի վարչապետի մատուցմամբ։ Ինչ տպավորություն է ձեզ վերահսկում։ Տպավորությունը շատ մտահոգիչ է, եթե չասեմ դրա ողբերգական էությունն է, բայց սրա մեջ նաև ես սարկազմ եմ տեսնում Հայաստանի գործող վարչապետի կողմից դրսևորվող իբրև թե հաշվետվողականության այդ սկզբունքի կիրառման համատեքստում Նիկոլ Փաշինյանը իջել է մի այնպիսի մակարդակ, որտեղ չգիտես, ինչպես ասում էր հայտնի Պարոնյանը, լաց թե խնդաս, բայց որպեսզի իմ ասածը մերկապարանոց չհնչի եւ ֆեյքային հարձակման ճարտարապետերը հերթական անգամ լուտանքներ տեղալուց չասեն մերկապարանոց հայտարարություններ են անում, փորձենք փաստերով վերլուծել այս իրավիճակը։ Պարոն Ստեփանյան, 2018 թվականի մայիսին, երբ այս իշխանությունը գալիս էր իշխանության, իրենք ամենապատասխանատու կերպով, ինձ փաստերով ասեմ ձեզ, ընդգծում էին, որ Հայաստանից դուրս է բերվել 14-ից մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ անօրինական կերպով ամբողջ անկախության Հայաստանի պատմության ժամանակահատվածում։ Ընդ որում այդ հայտարարության հետքերով դեռևս այն ժամանակ առաջին փոխվարչապետ, իսկ այսօր արդեն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, եթե չեմ սխալվում, համապատասխան նամակներ ուղեց ոչ միայն Համաշխարհային բանկի նախագահին, այլև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենին եւ համաշխարհային այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին, խնդրելով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության նոր իշխանություններին, թե ինչ կարգով, ինչ պայմաններում, ինչ ժամկետերում, ում կողմից, ինչ ծավալով, ինչ քանակի, ինչ չափի ֆինանսական միջոցներ են ապօրինի դուրս բերել, որտեղ են գտնվում այդ գումարները, ում կողմից են տնօրինվում եւ խնդրել էր քննարկել այդ գումարները վերադարձնելու հնարավորության հարցը։ Պատկերացեցիք, չէ՞, մարդիկ եկել են իշխանության, պաշտոնապես ընդունում են, որ նախորդ իրենց բնորոշմամբ կոռումպացված հանցագործ վարչակարգերի օրոք, տարբեր չինովնիկների օրոք 14-ից մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար է դուրս բերվել Հայաստանից 2018 թվականի դրությամբ, իրենք ձեռնարկում են համապատասխան քայլեր այդ միջոցները վերադարձնելու ուղղությամբ ու անցել է 7 տարի այդ միջոցների ձեռքբերման, հայտնաբերման վերադարձի մասին որևէ խոսակցություն, շշուկ, ակնարկ անգամ չկա ու հանկարծ այս ֆոնի վրա Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է ինչ-որ մի 5 միլիոն դրամի մասին։ Սա ոչ միայն ծիծաղելի է, սա ողբերգությունն է, դա պետական կառավարման համակարգի ճգնաժամի մասին ցցուն ճիչ է, դրսևորում է, բայց կուզենայի շարունակել, նույն այդ իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ խոստանում էր հրապարակել Հայաստանի ընդերքը 20-25 տարի թալանած լափած բոլոր այսպես կոչված ամենակարողների անունները եւ ընդերքի շահագործումը բերել ամբողջովին Հայաստանի Հանրապետության օրինական դաշտ։ Հասարակությունը այդպես էլ մինչև առայսօր չիմացավ, թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական տերերը, ովքեր են եղել նախկին կառավարիչներից իրական տերերը, հասարակությունը այդպես է չիմացավ, ովքեր են Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի իրական տերերը, ովքեր բաժնեմասեր ունեն, ովքեր են տնօրինում այդ ահռելի ֆինանսական միջոցները։ Այս ամեն ինչը թողած, երկրի գործող վարչապետը ընկել է ինչ-որ հատիկ առ հատիկի տրամաբանության շրջանակներում ինչ-որ գումարների վերադարձի մասին
հիշատակումներ է անում։ Ընդ որում ցանկանում եմ նաև ձեր միջոցով մեր հասարակության մտածող հատվածի ուշադրությունը հրավիրել այն գործիքակազմի վրա, որին այսօր հղում է անում վարչապետ Փաշինյանը։ Ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում, ինչ որ անձանցից ի օգուտ Հայաստանի Հանրապետությանը բռնագանձվող գումարների մասին, ճիշտ է։ Այդ օրենքը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունվել է, օրինական ուժի մեջ է մտել եւ գործում է այս իշխանության օրոք։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով կարող եք դուք ստուգել եւ պարզել, որ Սահմանադրական դատարանում այս պայն քննվում է մի գործ, որը հենց վերաբերում է այդ օրենքի սահմանադրականությանը։ Եթե չեմ սխալվում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ընդ որում հատուկ ընդգծում եմ, սա այն սահմանադրական դատարան է, որը 100%-ով գտնվում է Նիկոլ Փաշինյանի ուղղակի, եթե չասեմ այլ բառ չասեմ, կամ համենայն դեպս իրեն հաճելի սահմանադրական դատարան է։ Եթե չասեմ կուրացիայի տակ է, համակարգման տիրույթում է, SMS հաղորդագրության օբյեկտ է, եթե չասեմ դա, այլ ասեմ սահմանադրական դատարանի այս կազմը վայելում է Նիկոլ Փաշինյանի լոյալությունը կամ համակրանքն ու հարգանքը։ Այս սահմանադրական դատարանը իր կազմով վերջի 3 տարիների ընթացքում այս գործի վերաբերյալ որոշում չի կայացել։ Ավելին ունեցած հավաստի տեղեկություններով դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու համար ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով, եթե չեմ սխալվում, խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եթե չեմ սխալվում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պատասխանել է այդ օրենքի սահմանադրականության վերաբերյալ իր պատկերացումները։ Եվ դեռևս առ այս պահին մենք չունենք այդ օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումը, թե այդ օրենքը այնքանով, որքանով է համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Մի պա հիպոթետիկ, եկեք պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը այդ օրենքի սահմանադրականության հետ կապված ինչ-որ խնդիր է բարձրացնում։ Դուք պատկերացնում եք դրա ամբողջ իրավաքաղաքական հետևանքները։ Ավելին, նույնիսկ սահմանադրական դատարանը այս պայն չգիտես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով անգամ եթե նման որոշում կայացնի, որ համապատասխանում է սահմանադրությանը, եկեք առանձին ինդիվիդուալ հարթության վրա գնահատենք յուրաքանչյուր case, այդպիսի։ Այդ case-երը դատարանների կողմից քեյսերի վերաբերյալ հրապարակելու են դատական ակտերը, դատական ակտերը ենթակա են լինելու բողոքարկման վերաքննիչ դատարան, այնուհետև վճռաբեկ դատարան, այնուհետև չի բացառվում հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարաններ։ Այսինքն, հիմա այստեղ վտանգավորը գիտեք ո՞րն է։ Վարչապետը անկախ անձից մտել է մի ոլորտ, որը իր իրավասությունների շրջանակներում չի։ Արդարադատություն իրականացնող սուբյեկտների կողմից կայացված դատական ակտերը վարչապետ Փաշինյանը անձնական կամ քաղաքական PR-ի օբյեկտ է սարքել ու քարոզչությամբ է զբաղված, տեսեք կոռուպցիոն դատարանը կամ չգիտեմ գլխավոր դատախազությունը այս կամ այն անձի հետ ինչ-որ հաշտության համաձայնություն է ձեռք բերել, որի արդյունքում պետությանն է վերականգնվել այս կամ այն չափի գումար։ Կներեք, այստեղ կասեր դասական է, բայց դա ձեր ինչ գործն է, դա մտնում է ձեր իրավասությունների շրջանակներում։ Դուք ինչ եք խոստացել մեր ժողովրդին, հիմա ինչ գործողությունների համար եք դուք հանրությանը հաշվետվություն ներկայացնում։ Մենք գործ ունենք դասական պոպուլիզմի հետ, որը չունի որևէ արդարացում։ Եվ հետո այդ 5 միլիոն դրամը, որ դուք վերականգնել եք, բան 5 միլիարդ դրամ գողացողների հետևից քիչ եք գնացել։ Դուք 10 տարի, 20 տարի խոսում եք, որ Քոչարյանը թալանել է մեր երկիրը, 4 միլիարդ է կուտակել ու հիմա էլ, չգիտեմ, ինչ-ինչ գործունեություն է իրականացնում։ Դուք այն մարդ եք, ով հայտարարում եք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ 1 կոռումպացված ընտանիքի պարագլուխն է։ Այդ ընտանիքի պարագլուխը եւ նրա ընտանիքի որևէ անդամ այս 7 տարիների ընթացքում քանի դրամ է վերականգնել Հայաստանի Հանրապետությանը։
մեկ-մեկ շփաստում են մեր երեսին, թե բա մոռացաք Սաշիկը $20 միլիոն հետ վերադարձեց։ Ժորժ ջան, $20 միլիոն մասին չի եղել այդ խոսակցությունը։ Հայաստանի համար մեկ կոռուպացված ընտանիքը չէր կարող ունենալ սոսկ $20 միլիոն։ Դրանց կարողությունները, որ դուք հաշվեք, Հայաստանի պետական բյուջեի 10 պատիկը, 20 պատիկը կարող է լինել, բայց մենակ այս երկու անձով չսահմանափակվենք։ Նիկոլ Փաշինյանը բացի Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից ուրիշ անուններ չգիտի, ուրիշ հերոսի անուններ չգիտի, ինչպես ասում են։ Դա այն մնացածը, այն օլիգո, ինչպես էր ինքը ասում, քրյա օլիգարխիկ համակարգի պարագլուխները, դրանց առանձին անդամները Հայաստանի պետական բյուջեին վերադարձնելու որևէ բան չունեն։ Սրա մասին է խոսքը։ Հիմա այս ֆոնի վրա, հարգելի Դավիթ, ինչ որ գիտեք ինչ, հանրության ուշադրությունը հրավիրել 5 միլիոն ինչ որ դրամի վերականգնման մասին արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն զավեշտալի էլ չէ։ Վերջերս մի առիթով էլ խոսում էր ящик առ ящик ինչ որ բրաբուս առ բրաբուս վերականգնելու մասին։ Ի վերջո եկել է եւ հասունանում է ժամանակը, եթե այդ hashtag-ն ենք օգտագործում հատիկ առ հատիկ հաշվետու լինելու ժամանակն էլ է մոտիկանում։ Հատիկ առ հատիկ պետք է հաշվետու լինի գործող իշխանությունը, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդից դարձավ 13 միլիարդ։ Ինչպես ստացվեց, որ Սերժի օրոքել էր Հայաստանի աղքատության մակարդակը տատանվում 25-ից 27%-ի շրջանակներում, իր օրոքել է Հայաստանի աղքատության մակարդակը տատանվում 25-ից 27%-ի շրջանակներում։ Այսինքն իր կառավարման օրոք Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը չի նվազել։ Հետևաբար հարց է առաջանում այդ $7 միլիարդ որտեղ է ծախսվել, ինչ պայմաններում։ Գալու է ժամանակը հատիկ առ հատիկ պատասխան տալու, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի անվտանգային ճարտարապետության հետ, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի հետ, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի հետ, երբ քաղաքական դաշտի այսպիսի ավերածություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Դու այդ ինչ կարգ ես կառավարել կամ կառավարում երկիրը, որ 7 տարի հետո քո հիմնական մրցակիցները քո իսկ անվանմամբ բոլոր ժամանակների հայտի թալանչիներն ու կոռուպցիոներներն են։ Գուցե դա կանխամտածված կառավարման հետևանք է։ Այսինքն սրանից հետևություն, պարոն Ստեփանյան, որ գործող իշխանության նպատակը ոչ թե ի օգուտ ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը ծառայելն ու կառավարելն է, այլ սեփական քաղաքական թիմի հավերժացումը ապահովելու համար այդ նախկին թալանչիներին, կոռուպցիոնիստերին մեջտապես քաղաքական դաշտում պահելու, ջրի վրա պահելու, նրանց իբրև հարկ եղած ժամանակ հարգելի գործընկերներով դիմելու համար են, որպեսզի մշտապես զավթած պահեն քաղաքական դաշտը։ Այսինքն ժողովուրդ այնքան ենք արդեն կրկնել նույն բաները, հոգնել են։ Ի վերջո, հարգելի պարոն Ստեփանյան, ի վերջո, եթե մենք գործ ունենք հաշվետու պատասխանատու իշխանության հետ, այս իշխանությունը պետք է պատասխան տա, թե ինչ գործ ունեն այդ մարդիկ քաղաքական դաշտում։ Եվ պետք է պատասխան տա իր պարտությամբ, որովհետև ես խորապես համոզված եմ պարտված վարչակարգը, վարչակազմը, պարտված ռեժիմը բարոյական, իրավական, քաղաքական, քաղաքագիտական, պատմագիտական առումով որևէ ռեսուրս չպետք է ունենա վերընտրվելու, բայց արի ու տես, որ այս իշխանությունը 7 տարի հնարավոր բոլոր միջոցներով ձախողելով եկել հասել է մի հանգրվան, ապականելով ամբողջ քաղաքական դաշտը, արհեստական ձևով թույլ չտալով, որ որևէ նոր քաղաքական ուժ մեծացնի իր քաղաքական ազդեցությունը, որպես քաղաքական մրցակից ու ախոյան պահելով հնարավոր այդ անհնար բոլոր թալանչինի կոռուպցիոնիստերին, ստեղծել է մի միջավայր, որ իր այլընտրանքը վերընտրվելու դարձրել է անխուսափելի։ Այսպես չի կարող լինել։ Եվ ամբողջ խնդիրը հետևյալն է, քաղաքական դաշտում մեծագույն քարոզություն է տարվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այլընտրանք չկա գործող իշխանությանը եւ նախկին իշխանություններին։ Ուրիշ ոչ ոք ի վիճակի չի հաղթելու ոչ ցնած, ոչ տնած։ Այդպես չի կարող։ Իսկ իրականությունը ո՞րն է։ Իրականությունը, ասեմ ձեզ, գործող իշխանության եւ այդ տիտղոսային ընդդիմության կողմից քաղաքական դաշտի զավթման իրավիճակն է, որի հետ հանրությունը ըստ էության այս պահին, այս փուլում դատապարտված է հաշվի նստելու։ Եթե որ պահին հասարակությունը
հասկացա, որ նույն ցիկլի ինքնախապեյության, խապեյության ցիկլի մեջ է, ինքը պետքա լեգիտիմ իսկ 26 թվականի ընտրությունները կամ արտահայտ որևէ զարգացումները չբացառելով հանդերձ 26 թվականի ընտրությունները պետքա դիտարկել լեգիտիմ հնարավորություն ձերբազատվելու եւ գործող իշխանությունից եւ տիտղոսային ընդդիմությունից այսինքն այլ կերպ ասած այն քաղաքական ուժերը որոնք իսկապես որևէ ձևով կախված չեն այս երկու սեգմենտերից իրենց արժեվ պետքա դնեն ահռելի մեծագույն քաղաքական պատասխանատվություն հաղթելու եւ գործող իշխանությանը եւ գործող ընդդիմությանը ես բարդ բան եմ ասում նույնիսկ կներեք հակաքաղաքագիտական կարող է այդպիսի ընկալում լինի որովհետեւ գործող ընդդիմությանը հաղթելու չգիտեմ համենայն դեպս ձևաչափ շատ բարդ է այս բանը ֆիքսել բայց կրկնում եմ Հայաստանը հայտնվել է ոչ ստանդարտ իրավիճակում Որովհետև մի կողմից Հայաստանի հասարակությանը կլանում են, ճզմում է գործող իշխանությունը, մյուս կողմից այն տիտղոսային ընդդիմությունը, որի շուրջ կուտակվել է ահռելի նյութական, քարոզչական ռեսուրսները։ Պարոն Նորիկյան, այդ ուժերը կարող են դրան պատրաստ լինել, ձեռնամուխ լինեն եւ գնան ընտրությունների, միգուցե նաեւ միավորվելով, իսկ մեր էլեկտորատը պատրաստ է այդպիսի ուժերի ձայն տալ խնդիրը այստեղ է մենք տեսանք որ Գյումրիի ընտրությունները առնվազն ցույց տվեցին որ հասարակությունը մեղմասած գոնե գյումրեցիների մակարդակով դրան պատրաստ չի ընտրությունը նորից անցյալի եւ ներկայի միջև է Պարոն Ստեփանյան եկեք հստակ արձանագրենք ես չեմ ցանկանում եւ սխալ է Գյումրու ընտրությունները գերագնահատել եւ հասցնել համապետական ընտրությունների քաղաքական նշանակության։ Դրանք տարբեր իմաստի առումով նույնիսկ հակոտնյա քաղաքական միջոցառումներ են եղել եւ լավ այսպես բացատրեմ եթե մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությունը հանում հասցնում ենք համապետական ընտրությունների ստացվում է հետեւյալը որ Հայաստանի Հանրապետությունում հիմա Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ ազդեցիկ գործիչը Կարգին Հայկոն է որովհետեւ Երևան քաղաքում անցած տարի այդ մարդու գլխավորած քաղաքական ուժն է ստացել ամենից շատ երկրորդ ձայները հիմա իմ ասածը անլուրջ է, չէ, որովհետև Հայկ Մարությանը չի կարող եւ չի էլ ընկալվում այդպեսին, որ երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է։ Հիմա նույնը տարեք Գյումրիի ավականու ընտրությունների արդյունքները։ Ֆորմալ առումով, այո, տարբեր սեգմենտներ, որոնք ընդդիմադիր են, ստացել են առանձին ձայներ։ Հիմա այս նույն տրամաբանությունը, եթե մենք կիրառենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկրորդ ամենաազդեցիկ քաղաքական դեմքը անձը Վարդան Ղուկասյանն է բայց բոլորիս համար ակնհայտ է չէ որ այդպես չի որովհետև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բոլորովին այլ նշանակություն ունեն առաջին հերթին հենց տիպ ընտրություններին մասնակցող ընտրողների համար իրենք ընտրում են մի այնպիսի մարդկանց ովքեր ի վիճակի են կամ կարող են կամ այդ մարդկանց մեջ են տեսնում իրենց փողոցները լավ մաքրելու իրենց աղբը ժամանակին ուրեմն թափելու կամ այլ տեղական նշանակություն ունեցող հարցեր լուծելու համար համապետական ընտրությունների ժամանակ քաղաքական ընկալումներն է փոխվում քաղաքական պայքարի տրամաբանություններն է փոխվում քաղաքական ուժերի հաշվեկշիռներն է փոխվում քաղաքական դեմքերի ընկալումներն է փոխվում ես խորապես համոզված եմ որ եթե մինչև 2026 թվականը մեկ տարեկան մի քիչ ավելի ժամանակա եթե ճիշտ թիրախային քարոզչություն եւ գործունեություն իրականացվի կներեք այդ որտեղ է գրված որ այս ուժերը այտենց հավերժական ուժեր են անպարտելի ուժեր են ցախողված վարչակազմը չի կարող անպարտելի լինել կրիմինալ թալանած երկրի ընտրական համակարգը պղծած որևէ քաղաքական միավոր չի կարող նորից ռևանշի հնարավորություն ունենալ ընդ որում եկել է պա ասեմ այս իշխանությունը խոստանում էր պարոն Ստեփանյան որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ ընտրություններ կեղծած ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերը եւ նրանց գոյությունը պետքա դադարեցվի եւ նրանք այլևս իրավունք չեն ունենա մասնակցելու ընտրություններին չեմ ասում նույն օրինակն եմ բերում, բայց օրեր առաջ Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Սահակաշվիլու կողմից ստեղծված կամ նրա քաղաքական ուժերի գործունեությունը դադարեցնելուն միտված ինչ որ քայլ են ձեռնարկելու։ Գիտեք, համաձայն լինենք թե չլինենք, լավ է թե վատ է, բայց մեր ու Վրաստանի տարբերությունը քանի չենք զգացել պետականաշինության, ավանդույթների
օրենքների կիրառման առումով մենք կմնանք նույն իրավիճակում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը երբ որ խոսում է այսօր մեր քաղաքական ուժերը այսքան ձայն է ստացել, մենք բռնությունների չեն գնացել, ընտրությունները ուրեմն արդար ազատ թափանցիկ են եղել, այդ որ դուք մասնակցում եք ընտրակաշառք բաժանած երբևէ քաղաքական միավորների հետ ընտրությունների, այդ ինչի մասին եք դուք խոսում։ Սա խոսում է մի բանի մասին, որ այդ մարդիկ ընդամենը ձեր համար միջոց են։ Այս վերջերս ես նաև խոսել եմ այդ մասին իմ առանձին տարբեր հարթակներում, նաև իմ Facebook-յան էջում։ Այս իշխանության համար վերարտադրվելու այս իշխանությունը պայելու միակ ռեսուրսը մնացել է պոպուլիզմը եւ նախկին իշխանությունները։ Եվ հենց այդ շերտը կա ընտրվելու ուրեմն ուրեմն Նիկոլ Փաշինյանը ամենավերջին ձևով օգտագործում է այդ մարդկանց, այդ ռեժիմներին, այդ կառույցներին իր իշխանությունը պայելու համար։ Հետևաբար մեր տեսակի մարդիկ պետքա շատ հստակ հասկանան, թե ինչ մարտահրավերի առաջ են կանգնած։ Կամ պետքա հիասթափեն դուրս գան այս պայքարից, դաշտը թողնելով միայն գործողներին ու նախկին իշխանություններին, ասեք կերեք իրար, ինչքան ուզում եք գզվրտոցի մեջ ներքաշվեք ու շարունակեք մսխել մեր պետության ու հասարակության ռեսուրսները, կամ պետքա այդ քաղաքական հանդգնությունը դրսևորենք, մի փոքր էլ ամեն մեկս մեր քաղաքական հավակնությունները չափավորենք։ Այսինքն ես ինչ եմ սրանով ուզում ասել, ես ուզում եմ ասել այն բոլոր մարդիկ ուժերը, որոնք իմ նման, մեր նման են մտածում, պետք է իսկապես խելքի գան, սթափեն, հասկանան, որ մենք լուրջ մարտահրավերի առաջ են կանգնած, մի փոքր իրենց հավակնությունները զիջեն, միավորվեն, մեծ համախմբում տեղի ունենա, այն բոլոր ուժերին ուղղված խոսքս, ովքեր իսկապես չեն պատկերացնում եւ գործողների եւ նախորդների գոյությունը քաղաքական դաշտում 30 տարի իշխել եք, բավական է, դուք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ցախողել եք մեր երկրի արդյունավետ կառավարումը ու մեր երկիրը հասցրել եք այս կրիտիկական իրավիճակին։ Հետևաբար դուք էլ պետք է Նիկոլն էլ պետք է գնա, Քոչարյանն էլ պետք է գնա, Սերժն պետք է գնա իրենց սեգմենտների հետ միասին։ Էլ ո՞նց ասենք։ Այստեղ եւս կա մեկ խնդիր, պարոն Նորիկյան։ Որն է այդ խնդիրը։ Այդ համախմբման պահով։ Այդ ուժերը չեն ցանկանում համախմբել։ Ես անձամբ ես բարձ որոշ ասում եմ, եթե կան այդ ուժերը, ես բոլորին հրավիրում եմ կլոր սեղանի։ Ես առաջին տեղի կռիվ չեմ տալիս։ Ով է այն արժանի տեխնացուն, որի շուրջ հնարավոր է համախմբվել։ Ես պատրաստ եմ կանգնել այդ անհատի շուրջը։ Դուք պատրաստ եք, մնացածը պատրաստ չեն։ Եթե մնացածը պատրաստ չեն, եթե մնացածը դարձել են իրենց ամբիցիաների գերին, եթե մնացածը բացի իրենցից ուրիշ ոչ մեկ չեն տեսնում, ու իրենք նպաստում են, որ Նիկոլի Քոչարյանի ու Սերժի գզվրտոցը շարունակվի։ Ուրեմն իրենք ամեն ինչ անելու են իրենց կրավորական կամ պասիվ վարկագծով կամ խանգարելու վարկագծով, որպեսզի այս ուժերը շարունակեն զավթասպայել քաղաքական դաշտը։ Չեմ ուզում այսպեսի վատատես հրավերով ավարտեմ մեր զրույցը, պարոն Նորիկյան, բայց ստիպված եմ, շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ, ամեն ինչ լավ է լինելու, ուզում եմ, որ լավատեսորեն ավարտենք, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է եւ ճիշտ պահին ճիշտ որոշումներ կկայացնի եւ ի վերջո կընտրի իրեն արժանի իշխանություն։ Մեր ժողովուրդը վաստակել է քաղաքակիրթ, գրագետ, ինտելեկտուալ իշխանություն ձևավորելու իրավունքը եւ մի օր անպայման ձևավորելու այդ իշխանությունը, չկասկածեք։ Հուսանք մենք այդ օրը կտեսնենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորայր Նորիկյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը։